Օրեր առաջ ողջ մամուլը ցնցած թեմաներից մեկը տիկտոկեր Մարիի ամուսնու ողբերգական ավտովթարն էր, սակայն այս ավտովթարը այսքանով չավարտվեց։ Մարիի ամուսնու ուղարկավորության ժամանակ եկեղեցում սպանվել էր նրանց ամուսնության քավորը։ Այս կադրերը տարածվել էին ողջ համացանցով, մեկ լուրեր էին պտտվում այն մասին, որ այն մարդը, ով սպանել է Մարիի քավորին, մեղադրում էր երիտասարդ տղայի կյանքից անժամանակ հեռանալու մեջ, սակայն փաստը մնում է փաստ, որ դեպքը եղել է դժբախտ պատահար։ Տիկտոկեր Մարին, ով բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, այսօր հրապարակումով է հանդես եկել։ Երկար ժամանակ լռում էի, ոչ թե պատմելու բան չունեի, այլ որովհետև չէի ուզում իմ ծանր օրերով կիսվեի ձեր հետ։ Ես իմ ցավը իմ ներսում եմ պահում, իմ բլոգը նաև իմ աշխատանքն է, եւ ես չեմ կարող թողել այն։ Իմ ցավը իմն է, բայց ես դեռ այստեղ եմ, կյանքը չի դադարում, եւ ես էլ չեմ դադարի փայլել։ Ես լռեցի, հետո հասկացա, պետք է ապրեմ ու ավելի ուժեղ լինեմ, գրել է երիտասարդ աղջիկը։ Վերջինիս հաջորդ հրապարակումը դստեր մասնակցությամբ է։ Նայիր եւ դստեր մասնակցությամբ տեսանյութին գցել է Արամեի եւ Դլիթի նամակ փոքրիկ իմ աղջկան երգը։ Հավելենք նաեւ, որ ավելի վաղ մանրամասներ էինք ներկայացրել այս ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Հոկտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել։ Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Դեպքի վայրին ժամանել ՀՀՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները։ Ժամանել են նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում ու դրսում տարբեր հատվածներում հայտնաբերել են արնանման հետքեր։ Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական եւ համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկների առաջ խոսել, ասում էին, սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր, եւ այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը։ Նշենք նաև, որ օրեր առաջ մահացած տղան 20-ամյա Արեգ Պետրոսյանն էր, նա տիկտոկեր Մարիի ամուսինն էր, թե ինչու են սպանել նրանց կնքահորը եւ ինչու են մեղադրել երիտասարդի մահվան հարցում, նախաքննությունը ցույց կտա։ Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ էր ստացվել, որ Մարգարավ-Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհի 72 կիլոմետր հատվածում ավտովթար է տեղի ունեցել, եւ ըստ նախնական տեղեկությունների կան զոհեր։ Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած Զիլ Մակնիշի բեռնատարը, Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գուլնազարյանի վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանը ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով
ստացելով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ է դառնում, որ զույգը բաժանվել էր։ «Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ», գրել է Մարին։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների, զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ, և այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։ Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 03:15-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունը դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամմեդուն ու հայտնել, որ սեպտեմբերի 29-ին ժամը 23:40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18-2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր կաշկշելով ու հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարներն ու մակնիշը չի հիշում, և ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդինեն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն և սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը։ Այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ան և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է $250,000, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է $50,000 համարժեք կրիպտոարժույթ, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ըստ տղամարդու այդ ամենից հետո Մահդիայի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն, կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին և տվել $5,000, ասելով, որ շտապ վերադառնան Իրան։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մահդինեի և Մահդիայի և մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, կենտրոն և Նորգմարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այսօր հոկտեմբերի 10-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են Օպել մակնիշի ավտոմեքենան և Հայասա մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները։